Ֆերիկ գյուղ մտնելիս առաջինը աչքի է զարնում անհարթ ճանապարհը։ Եզդիաբնակ այս գյուղում անբարեկարգ ճանապարհները, մշակույթի տան վիճակն ու սահմանափակ հնարավորությունները ամենացավոտ թեմաներն են։ Ներկապային ամենամեծ խնդիրը դա ճանապարհների վերանորոգումն է, չգիտեմ, տեսել եք երևի եկել եք, տեսել եք ինչ իրավիճակում է։ Ժողովուրդը շատ բողոքում է մենակ ասֆալտատիան, որ այդ տեսի երրորդ տարին է, երևի խափում են ժողովրդին, երրորդ տարին է։ Ու չեն անում։ Երևի հայթաղի, ասում են ինչ որ ջրակցերի պատճառով է, ինչու է, մութ է մեր մեջ, չենք իմանա ոնց է։ Շատ վատ վիճակում է, բայց այդ ճանապարհների հարցը լուծված է, կողքի համայնքը իրանց խմելու ջրի ջրակիցը չեն կառուցել, դրա համար իրանց ենք սպասում։ Ունենք սելավատարի մաքրում, որ պետք է պարտադիր մաքրվի մի հատ դեռ 60-ական թվականներից ինչ մաքրել, մինչև հիմա մաքրաշի։ Ֆերիկում այսօր մշակութային կյանքը կանգ է առել։ Գյուղի մշակույթի տունը երկար տարիներ չի գործում։ Երկրորդ խնդիրն էլ մշակույթի տան կառուցումն է, ոչ թե վերանորոգում, այլ հիմնանորոգում, ինքը որտեվ քանդված իրավիճակ է։ Դիմել ենք կառավարությանը, կօգնենք, ընդառաջեն, հույսեր կա, որ կառուցենք։ Չունենք մշակույթի տուն, ոչ թե դե գիտեք մեր համակի եզդիաբնակա, ոչ թե ասենք Շուչերն անեմ կամ ասենք խնդրականություն են դրում, այլ բոլոր համակներում խնդիրն է, նույն խնդիրն է, հա, դե կամաց կարգավորում է։ Տեղաբնակների պնդմամբ գյուղատնտեսությամբ զբաղվելը բավականին բարդ գործ է դարձել, այլևս եկամտաբեր չէ։ Գյուղմթերքն իրացնելով հազիվ ծածկում են տարվա ընթացքում արված ծախսերը։ Գյուղացին չարչարվում է, ապրանքը հանում տանում է շուկա, բայց այն գինը չի էլի, այսինքն իր չարչարանքը կոպեկներ արժի, որ ինչ անի, ստիպված գոյատևում է։ Այդ ժամանակ մի հոգին աշխատում եմ 10 հոգի երբավ, բայց հիմա 10 հոգի աշխատում մի հոգի չեն կարող պահեն։ Կարող է դե չի։ Ֆերիկում մեծ նշանակություն են տալիս պետական սուբվենցիոն ծրագրերին։ Համայնքի ղեկավարը նշում է, որոշ աշխատանքներ իրականացվել են։ 25 թվականի համար ներկայացրել ենք 2 հատ ծրագիր, որը արդեն ավարտական փուլում է, եւս 1500 մետր ուրեմն ռոռոկման ցած են կառուցել եւ կառուցել են խաղահրապարակ։ Իսկ 26 թվականի համար մենք նախատեսել ենք էլի սուբսիդիայով 1500 մետր էլի կիսախողովակ, որովհետեւ մեր ռոռոկման ցանցը համակարգը շատ վատ վիճակում էր, վթարային էր։ Ֆերիկ գյուղում այսօր կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, սակայն կան նաև զարգացման հնարավորություններ։ Մինչ այդ բնակիչները հույս ունեն, որ իրենց մտահոգող առաջնահերթ խնդիրները կկարգավորվեն ընթացիկ տարում։ Տիրուն Մարգարյան, Համբարձում Պապոյան, Ռեգիոնս TV, Արմավիրի մարզ, գյուղ Ֆերիկ։